ռեժիմով է պետք սնվել բարիատրիկ վիրահատությունից հետո։ Չնայած ես այս հարցին անդրադարձել եմ, բայց քանի որ կրկնվում են մեր սիրելի հետևորդների հարցերը, հետևաբար ես եւս մեկ անգամ կանդրադառնամ։ Ասեմ, որ մենք վիրահատությունից հետո պարտադիր բոլորին մենք տրամադրում ենք այդ ամեն ինչը տպած թղթի տարբերակով, բայց ես կուզեմ, որ այսպես վիդեո հոլովակով էլ դրա մասին խոսեմ։ Նախ սկսենք նրանից, որ ես խոսում եմ մեր կողմից վիրահատված հիվանդների, պացիենտների մասին։ Միգուցե ամեն վիրաբույժ ունի իր յուրահատկությունները, չնայած մենք շարժվում ենք բոլոր միջազգային ստանդարտներով, բայց պետք է ասեմ, որ խոսքը վերաբերվում է մեր կողմից վիրահատված հիվանդների մասին։ Հենց հաջորդ օրվանից թողնում ենք, որ մեր հիվանդները սկսեն խմել ջուր։ Իհարկե պետք է ջուրը խմվի փոքրիկ կումերով, քանի որ մենք արդեն ստամոքսը բնականաբար փոքրացնում ենք։ Երկրորդ օրը մենք արդեն տրամադրում ենք, որպեսզի հիվանդը կոմպոտներ խմի, թույլ ենք տալի, որպեսզի ըմպելի յոգուրտներ, կեֆիր, որից հետո մեկ շաբաթ հետո նման դիետայով սնվելուց հետո մենք հիվանդներին արդեն տալիս ենք կաշաներ, թույլ էփած թերխորոմ, հավկիտ։ Մենք թույլ ենք տալի մեկ շաբաթ անց հիվանդներին, որ օգտագործեն կրեմ ապուրներ։ Թույլ ենք տալի, որ հիվանդները երկրորդ շաբաթից սկսած ուտեն բուլյոններ, այսինքն արգանակներ ապուրի տեսքով։ Թույլ ենք տալի, որ երկրորդ շաբաթից սկսած ուտեն շատ ջրի կարտոֆիլի պյուրե, կարող են դա նույնպես ուտել։ Երրորդ շաբաթից սկսած մենք արդեն հիվանդներին տալիս ենք ծամելու սնունդ։ Բայց բնականաբար պետք է լինեն ավելի հեշտ մարսվող ծամելու, դա կլինի բանան, գրեշկա, բրինձ, ծովային ցանկացած մթերքներ մենք անպայման տալիս ենք, որ կարող են ուտել ծովախեցգետին, այսինքն ծովային սնունդներ, ձուկ, բնականաբար, իսկ երրորդ շաբաթից հետո 21 շաբաթից հետո սկսում ենք ավելի ծանվող, դժվար մարսվող սնունդ տալ։ Իսկ 4-րդ շաբաթից սկսած մենք գրեթե թույլ ենք տալի մարդկանց քիչ քանակով ուտել ամեն ինչ, բացառությամբ աղացած մսով պատրաստված բաները։ Ամենադժվար մարսվողն է, հետևաբար մենք դրանք թույլ ենք տալի օգտագործել 2 ամիս անց։ Ոչ միայն քանակի ու տեսակի մասին ենք խոսում, այլ մենք պետք է պարտադիր խոսենք սննդի որակի մասին, որը որ շատ կարևոր է ընդունել սպիտակուցով հարուստ սնունդ։ Եվ անպայման ուզում եմ նշել, իհարկե վիրահատությունից հետո բնականաբար այդպիսի մեծ քանակով սնունդներ չեք կարող ընդունել, բայց հնարավորինս պետք է խուսափել կալորիական սնունդ ընդունելուց։ Դա կլինի քաղցրավենիքը, դա կլինի քաղցր սնունդը, որոնք պարունակում են շատ քանակով կալորիաներ։ Բարիատրիկ վիրահատությունը միայն ստամոքսի վիրահատություն չէ։ Այն փոխում է ձեր կյանքի որակը, ձեր կյանքի ռիթմը, ձեր կյանքի տեմպը։